Պատրաստում ենք շատ նուրբ, գեղեցիկ և համեղ դեսերտ առանց եփելու հեշտ և արագ տարբերակով։ Տեսեք, թե ինչքան նուրբ ու գեղեցիկ է ստացվել։ Պատրաստելու ենք դոնդողով ամառային սուֆլե։ Մեզ ընդամենը հարկավոր է դոնդող, մածուն թթվասեր և կակաո։ Մեզ պետք է 30 գրամ դոնդող, եթե դոնդողի որակը բարձր չի, կարող եք վերցնել 40 գրամ։ Ավելացնում ենք մի փոքր ջուր, խառնում ենք և թողնում ենք դոնդողը ուռչի, մոտավորապես 15 րոպե։ Այս դեսերտը հիմնականում պատրաստում են կաթով կամ թթվասերով։ Ես պատրաստելու եմ թթվասեր մածուն համադրությամբ, այդպես ավելի համեղ է ստացվում։ Փորձեք և ինքներդ կհամոզվեք։ Իսկ դուք կարող եք պատրաստել միայն կաթով, մածունով կամ թթվասերով, ընտրությունը թողնում եմ ձեզ։ Ես վերցրել եմ 250 գրամ թթվասեր, 250 գրամ մածուն, ընդհանուր մեզ պետք է 500 գրամ մասսա լինի։ Լավ խառնում ենք, ավելացնում ենք մոտավորապես 250 գրամ շաքարավազ, այնքան ենք խառնում, մինչև շաքարավազի հատիկները լուծվեն։ Մեզ պետք է նաև 400 գրամ եռացրած ջուր։ Վրան լցնում ենք արդեն իսկ պատրաստի դոնդողը, լավ խառնում ենք և ավելացնում ենք մասսայի վրա։ Շատ արագ պետք է խառնենք, որպեսզի դոնդողը հասցնի լուծվել։ Որից հետո պետք է մասսան բաժանենք երկու հավասար մասերի։ Մի մասի վրա ավելացնելու ենք վանիլին, իսկ մյուս մասի վրա ավելացնելու ենք կակաո, որպեսզի ստանանք շոկոլադե շերտը։ Թվում է, թե գործողությունը ավելի երկար և դժվար է, բայց հավատացնում եմ, որ շատ հեշտ և արագ է պատրաստվում։ Կակաոն ցանկալի է լուծել առանձին տարայի մեջ, հետո նոր ավելացնել ընդհանուր մասսայի վրա, որպեսզի գնդիկներ չմնա։ Այսպես ես լավ խառնում եմ և քամի օգնությամբ լցնում եմ ընդհանուր մասսայի վրա։ Տեսեք, ընդհանրապես գնդիկներ չի մնացել և այսպես ավելի հաջող է ստացվում։ Ահա արդեն մեր երկու մասսաները պատրաստ են, հիմա պետք է շերտերով հավաքենք տարայի մեջ։ Կարող եք ընդհանուր մեկ մեծ ամանի մեջ դասավորել, ինչպես ես եմ արել, կամ բաժակների մեջ, այդպես էլ շատ լավ է ստացվում։ Լցնում ենք առաջին շերտը և դնում ենք սառցեխցիկ մոտավորապես 20-25 րոպե, մինչև ամբողջությամբ լավ սառի, որից հետո ավելացնում ենք սպիտակ շերտը, նույնպես տեղափոխում ենք սառցեխցիկ սառելու, այսպես գործողությունը կրկնում ենք այնքան, մինչև երկու մասսաները կվերջանան։ Կարող եք պատրաստել 2 շերտով, 3 շերտով կամ ինչպես կցանկանաք։ Որոշումը թողնում եմ ձեզ։ Ես այսպես կես-կես եմ լցնում, մոտավորապես կես միլիմետր հաստությամբ, որպեսզի շերտերն ավելի շատ լինեն և գեղեցիկ ստացվի։ Հարգելինեզ, եթե դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ և տարբերվող բաղադրատոմսերը, և վերջում չմոռանաք հավանել և կիսվել ձեր ընկերների հետ։ Դա ձեզ համար դժվար չէ, իսկ ինձ համար շատ հաճելի և կարևոր է։ Այն օգնում է ալիքի զարգացմանը և տարածմանը։ Ահա արդեն լցնում ենք վերջին շերտը, թողնում ենք ամբողջությամբ սառի, որից հետո կզարդարենք և կմատուցենք։ Ես զարդարում եմ կակաոյի փոշիով, կարող եք նաև շոկոլադ լցնել։ Ահա և մեր համեղ ամառային սառը դեսերտը պատրաստ է։ Հուսով եմ հավանեցիք այս տարբերակը, դուք էլ պատրաստեք և կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանության բաժնում, սիրով կսպասեմ բոլորիդ։ Այնքան նուրբ ու համեղ է ստացվել, որ կարծես թե պաղպաղակ լինի։ Դե ինչ, այսօր էլ այսպիսի համեղ ու տարբերվող բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Իսկ դուք ինչպես եք պատրաստում նմանատիպ աղանդերները։ Կարող եք մեկնաբանության բաժնում գրել ձեր տարբերակները, ես սիրով կընթերցեմ։